Ամեն, այսօր հայրերի տոնն է եւ ես երկար մտածում եի ընթերցանության ժամանակ մի հատված եկավ, որ տեսա ինչքան հայրերի մասին է, ինչքան տղամարդկանց մասին է։ Քիչ են այսօր մեր մեջ հայրերը, խոսքը մի խումբ տղամարդկանց մասին է, օրիգինալ տեքստը որ կարդալու եմ, բայց բոլորս կարող ենք օգտվել։ Եվ այսօրվա պատգամը վերնագրել եմ կանգնած մոխիրների վրա։ Գիտեք, շատ ժամանակ կյանքում ամեն ինչ լավ է։ Եվ երբ որ ամեն ինչ լավ է, մենք լավ ենք, մենք ողջավորված ենք, բայց կյանքը միշտ կարողանում է մեզ անակնկալներ անել, որին մենք չենք սպասում։ Մենք չենք պատրաստվում, բայց երբեմն բաներ են լինում, որ թվում է, որ աշխարհը քանդվեց մեր շուրջ բոլոր, ամեն ինչ կոտրվեց։ Եվ այս պատմությունը խորհուրդ եմ տալիս կարդակ, ժամանակի սուղության համար երևի ամբողջը չեմ կարդա, բայց Դավիթ թագավորի կյանքից մի դրվագ է։ Նրանք ովքեր չգիտեն, Դավիթ թագավորը մի երիտասարդ էր, որին Աստված փոքր ժամանակից հավանել էր, ընտրել էր, որ Իսրայելի ժողովրդի թագավորը լինի, եւ շատ դժվարություններով, բայց հաջողակ մարդ էր դառել եւ բավական թագավորության մասերն արդեն հաստատված էր եւ այս դրվագն է գրված 30 գլուխ առաջի համարից եմ կարդում։ Երբ որ առաջի թագավորած 1 Samuel chapter 30 առաջի թագավորած 30 գլուխ, երբ Դավիթը եւ իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիները հարձակվել էին հարավային երկրի եւ Սիկելակի վրա, Սիկելակը քաղաքն է, որտեղ իրանք մնում էին եւ գրավելով այրել էին այն, վառել էին քաղաքը։ Այնտեղ կանանց փոքրից մինչև մեծը գերի էին վերցրել։ Ոչ մի մարդ չէին սպանել, բայց տարել էին գերության ու գնացել իրեն ճանապարհով։ Երբ Դավիթը ու իր մարդիկ քաղաք հասային, այն կրակով վառված էր եւ իրենց կանայք, տղաները, աղջիկները գերի էին տարված։ Ուստի Դավիթը եւ իր հետ եղած բանակը բարձրացրեցին իրենց ձայնը ու լաց եղան։ Այնքան լաց եղան, որ նրանց վրա այլևս լացելու ուժ չմնաց։ Դավիթի երկու կանայք Եզրայելացի Աքինոամը եւ Կարմելացի Նաբաղի կինը Աբիգեան էին գերի տարվել։ Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակը ուզում էր իրեն քարերով սպանել, որովհետև ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իրենց տղաների եւ աղջիկների համար, Պատկերացրեցիք, չէ՞ ինչ ա եղել։ Դավիթը Աստծուց կանչված մարդ հավաքել է իր բանակին, գնում են Աստծո գործով, գնում են Աստծո գործն անելու, ջարդելու թշնամիներին, անում են ինչ որ անելու են, հետ են գալիս Սիկելակ իրենց քաղաքը եւ հանկարծ հերվից ծխի հոտ է գալիս։ Ինչքան մոտենում են ծուխը շատ է, հետո ինչքան մոտենում են լռություն է ու վախենալու տեսարան։ Տները չկան, ունեցվածքը չկա, այդ մի կողմ մեծից փոքր տղամարդիկ չկան, կանայք չկան, երեխեք չկան, բոլորը գերի են տարվել։ Եվ քաղաքը մոխիրների մեջ է։ Եվ ես պատկերացնում եմ, որ Դավիթ այդ մոխիրների վրա կանգնած չգիտեր ինչ աներ եւ հանկարծ սկսեց լացել եւ բոլորը սկսեցին լացել։ Պատկերացնում եք, այն ժամանակվա տղամարդիկ ավելի վայրենի են եղել, ավելի կռվող են եղել, բայց միակ բանը, որ այդ պահին կարող էին անել, լացելն էր, բայց գրված է այնքան լաց եղան, լացելու ուժ չմնաց, որովհետև էլ չգիտեին ինչ անեն։ Բոլոր տղամարդիկ լացում էին, լացեցին, էլ ուժ չմնաց։ Նայեք Դավիթի վիճակը, բոլորին համոզելա, որ մենք ապագա ունենք, քանի դեռ ես կամ Աստված ինձ թագավորություն է խոստացել, որ քո աթոռը հավիտյան պիտի մնա։ Մարդիկ իրեն հավատացել են, գնացել են իր ետևից եւ գնալու պատճառով կորցրել են ամեն ինչ, հետ են եկել։ Հիմա Դավիթը կանգնած է։ Դուք պատկերացնում եք այդ ճնշումը, the pressure։ Դավիթ, այս քո խաթեր ա եղել։ Լացեցին, Դավիթն իր լացն է լացում, բայց կողքից հաջորդ բանը Դավիթը անճարության մեջ է, որովհետև հիմա հասկանում է, որ ոչ միայն ինքը կորցրել է ամեն ինչ, ոչ միայն ինքը պատասխան չունի, բոլոր այն տղամարդիկ, որ իր համար ուրիշների բուգը կտրել են, կանգնել են իր համար, հիմա նայում են իրան եւ գրված է պատրաստ էին իրան սպանեն։ Որովհետև գրված է բոլոր տղամարդկանց սիրտը մռմռում էր։ Դուք պատկերացնում եք պատերազմիկ մարդիկ մռմռացող սրտով ինչ կարող էին անել Դավիթին։ Եղել ես այդտեղ։ Երբևէ հայտնվել ես իրավիճակում, որ չգիտես ինչու, բայց հանկարծ
ոնց որ բոմբ գցած լինեն քո կյանքի վրա։ Որ ամեն ինչ որ սպասում էր, որ պիտի լավ լինի, հանկարծ վատ է։ Այն տեղերը, որ քեզ հարազատ են ու սիրելի ու գեղեցիկ, հանկարծ մրոտ են, ծխոտ եւ ոչ մի դրական լիցք քեզ չի գալիս։ Որ մտնում ես այն տեղը, որ միշտ սիրել ես, որտեղ քո ուրախությունն է, բայց այսօր ոչ մի հուսադրող բան չկա։ Քո երեխեքը, որ քո ապագան են, քո երազանքն են, հանկարծ չկան։ Գումարած դրան մարդու ուղեղը, գիտեք, այդ եղածի վրա էլ ինչքան ավելացնում է։ Չգիտեմ ոնց իմացան, որ չեն սպանել, գերի են տարել։ Ես լինեի, պիտի մտածեի, այսօր հենց նենց գերի չեն տարել մեր կանանց, ինչպես են վարվել մեր կանանց հետ։ Իմ երեխեքին ինչ են արել։ Եվ այս ամեն ինչը գալիս է Դավիթի պատճառով։ Դու ասեցիր, որ քո հետևից գանք լավ ենք լինելու։ Դու ասեցիր, որ քո հետևից գանք մեր տները օրհնված են լինելու, մեր երկիրը օրհնված է լինելու։ Երբևէ տղամարդ, հայր, մենք այդ պատասխանատուն ենք։ Մենք լավն ենք ուզում մեր ընտանիքի համար։ Մենք բարի բաներով քայլեր ենք անում, բայց հանկարծ կյանքը անակնկալ է մեզ մատուցում ու կան իրավիճակներ, որ բացարձակ անելանելի վիճակ է։ Եվ այս պատկերից հետո իմ հարցը սա է, ինչ կանեիր դու։ Ես փորձում եմ ինձ դնել Դավիթի տեղը եւ մտածել ինչ կանեի ես։ Ես Աստծո անունով եմ սկսել ամեն ինչը։ Իսկ Աստված ինձ թողեց։ Իսկ Աստված այսքան մարդու մոտ ինձ թողեց, ինչ եմ ասելու այս մարդկանց։ Նայեք ինչ ասում 36-րդ խոսքը։ Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակը ուզում էր իրեն քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կծկծում էր իր տղաների ու աղջիկների համար, սակայն Դավիթը տիրոջմով զորացավ։ Սակայն Դավիթը մոխիրների վրա կանգնած, ծխի ու մենակության ու սև ապագային ի երես որոշեց, որ ես տիրոջմով զորանալու եմ։ Միշտ այս հատվածը մտածում եմ, բայց դա ինչ է նշանակում։ Բայց ինչ արեց Դավիթը, որ տիրոջմով զորացավ, չգիտենք ինչ արեց։ Բայց կխոսամ դրա մասին, պրակտիկ ձևով, ինչպես մենք նման իրավիճակներում կարող ենք զորանալ։ Բայց կարևոր առաջի քայլը Դավիթը հասկացավ, որ երբ որ բանակը, ընկերները, մարդիկ, կանայք, երեխաները չկան ու անելանելի վիճակ է, միակը, որ կարող է օգնել, Աստված է, որ կարողանում է տկարին զորացնել, ասա ամեն։ Աստված է, որ կարողանում է տկարին զորացնել, եւ Դավիթը Աստծով զորացավ։ Ինչ արեց։ 7-րդ խոսքն ասում է, եւ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասեց, Եփուտը մոտեցրու ինձ։ Եվ Աբիաթարը Եփուտը մոտեցրեց Դավիթին, եւ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասեց. հետապնդեմ արդյոք, գնամ դրանց հետևից, կհասնեմ դրանց։ Եվ Տերն ասեց, հետապնդիր, անպայման հասնելու ես եւ ազատելու ես բոլորին։ Գիտեք, այդ պահին Դավիթը կարող էր նստել տղեկին, ասեր, տղեկ, գիտեք, ես էլ եմ ձերպեսի հաստափված, Աստված խաբեց, Աստված ես խոսար, բայց Դավիթն այդ պահին հասկացավ, որ կան կյանքում իրավիճակներ, որ միակը ում մոտ պիտի գնաս Աստված է, եւ ասում եմ քեզ եղբայրս, քույրս, կյանքում կան իրավիճակներ, որ միակը ում մոտ պիտի գնաս, եւ միակը ով կարող է քեզ զորացնել մոխիրների վրա, դա քո Աստվածն է, որը քեզ նպատակով կյանք է տվել, որ քեզ որոշել է քո մոր որովայնում դեռ չծնված ու նա կարող է փոխել իրավիճակները։ Դավիթի երկրորդ քայլը նա գիտեր, որ Աստծո առաջ գնալ է պետք, եւ քահանային ասում է Եփուտը բեր։ Ովքեր չգիտեն, Եփուտը քահանայական հանդերձի մի ատրիբուտ էր, մի մասնիկ էր, որը մինչև վերջ բացատրված չէ ինչ էր, բայց նախկինում մարդիկ երբ որ ուզում էին Աստծո առաջնորդությունը հասկանան, այդ Եփուտի քահանայական մասը վերցնում էին եւ դրանով Տիրոջ առաջ էին գալի հարցնելու, որ Տեր, այս բանը ճիշտ է թե սխալ է, ո՞նց է լինելու։ Դավիթը առաջի բանը, որ ուզում է անել, հասկանում է, որ պետք է մտնել Աստծո ներկայության մեջ։ Պետք է գնալ Աստծո առաջ եւ Աստծուն հարցնել, որովհետեւ Աստված պատասխան ունի։ Այսօր մենք չունենք Եփուտը, բայց մեր առաջի պատասխանը սա է, սիրելիներ։ Երբ որ իմ կյանքում կանգնում եմ մոխիրների վրա, երբ որ իմ կյանքում հանկարծ սկսում եմ զգալ, որ ոտքերս այրվում են, շունչս կտրվում է, սիրտս մռմռում է, մարդիկ մի ժամվա մեջ փոխվեցին,
Գիտեք ինչ ձայն ա գալիս, փախի։ Դավիթը կարող էր փախչել, գնալ, չգիտեմ, թշնամիների բանակը ասեր, գիտեք, ես նրանց հետ էի, ինձ ոչ մի օգուտ չտվեցին։ Աստծուն էի ծառայում, դրանից ինձ օգուտ չեղավ։ Բայց Դավիթը հասկանում էր, որ ամեն ֆիզիկական բան ունի հոգևոր արմատներ։ Քո կյանքում սիրելիս ամեն ֆիզիկական երևույթ ունի հոգևոր, դիվային, մի աներևույթ պատմություն եղած բաների։ Դավիթը Տիրոջով զորացավ։ Երկրորդ բանը նա ասում է Եփուտը բերեք եւ Դավիթը Տիրոջը հարցնում է։ Ուրեմն ինչ է պետք անել մեզ։ Ես ուզում եմ մի քանի պրակտիկ քայլեր տալ, որովհետեւ թեև ասում է Դավիթը զորացավ, չի ասում, բայց ես կյանքում շատ եմ զորացել Տիրոջով ու ես գիտեմ ոնց ենք զորանում։ Առաջի բաներից մեկը, որ վստահ եմ Դավիթը արեց, երբ որ նա գրված է զորացավ Տիրոջով, նա հիշեց ով է Տերը եւ ինչ է արել Տերը իր կյանքում։ Օրհնի Տիրոջը, ով իմանց ու մի մոռացի նրա բոլոր բարերարությունները։ Սա մի Սաղմոս է 103-ը, որտեղ Սաղմոս 2-ն հենց դա է ասում։ Ով իմանց չմոռանաս ու հետո սկսում է թվել, որ ներում է քո մեղքերը, բժշկում է քո ցավերը, քո ուժը նորոգում է, քո անցյալը նորոգում է, քեզ կյանք է տալիս եւ Դավիթը դա էր արել։ Ուրեմն առաջինը մենք հիշում ենք, թե Աստված ով է եւ ինչ է արել մեր կյանքում։ Գիտեք, պատմությունը ովքեր չգիտեն, Դավիթը երբ որ երեխա էր, իր պապայի հոտերը ոչխարներին արածացնում էր։ Կյանքից բեխաբար, ուրախ, զվարթ, իրան մի աշխարհ էր տրված, այդ իր պապաների ոչխարն էր, հոտը, որ պիտի պահեր։ Ու ժամանակ առ ժամանակ գայլը կամ արջը անտառից դուրս էր գալի, հարձակվում էր, ու Դավիթը չէր էլ հասկանում ոնց, բայց գայլել էր խեղդե, արջել էր խեղդե, բայց հետո հասկացել էր, համար ես փոքր տղա եմ, ես որ կարողանում եմ գայլ խեղդել, ես երևի Աստված է։ Ու հետո երբ որ ավելի մեծացավ, մի հսկայի դեմ իրան դրեցին, որ Իսրայելի ոչ մի զինվոր չէր կարող սպանել։ Բայց Դավիթը հիշեց, ասեց՝ մի րոպե, այն Աստվածը, որը ինձ ուժ է տվել գայլին ճեղելու, արջին խեղդելու, այս անթլփատ շունն էլ կսպանեմ, ու Գողիաթին սպանել էր, եւ Իսրայելը նրա մասին երգ էր գրել, որ Դավիթը հազարներին ջարդել գիտի։ Եվ հանկարծ այստեղ մոխիրների վրա կանգնած Դավիթը սկսում է հիշել։ Ինչ ես դու հիշում։ Անպայման սատանան պիտի ասի, տես, այդքան աղոթեցիր քու գլխին ինչ եկավ։ Օ, տես, այդքան տասանորդ ես տվել։ Օ, տես, դու այդքան հավատարիմ ես Դավիթին։ Ուրիշի պատճառով ընկար փորձանքի մեջ։ Բայց Դավիթը չի ուզում հիշել ուրիշ բան, բացի ով է Տերը եւ ինչ է արել։ Ասա պիտի հիշեմ Տիրոջը։ Պիտի հիշեմ Տիրոջը եւ նրա արածները, ու Դավիթը դա է անում, նա ասում է Աստված, որ ինձ կարողացել է ուժ տալ, որ ես առուծին հաղթեմ, արջին հաղթեմ, գայլին հաղթեմ, Գողիաթին հաղթեմ, այս վիճակից էլ դուրս եմ գալու։ Դավիթը հիշեց, թե Աստված ինչպես էր նախկինում իրեն ազատել տարբեր անելանելի վիճակներից։ Իսկ դու հիշում ես։ Իսկ դու հիշում ես, որ հաջորդ գարունը դիմավորելու հույս չունեիր, բայց դիմավորել ես։ Իսկ դու հիշում ես, որ հույս չունեիր, որ նորից կծիծաղես ու հանկարծ ծիծաղում ես։ Իսկ դու հիշում ես, որ թվում էր, որ ոչ մի բան դեպի լավը չի գնալու, բայց ամեն ինչ լավ է։ Մեզ հիշել է պետք եւ գոհանալ Տիրոջից, որ բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է։ Եբրայեցիս 13:8-ը Foursquare եկեղեցիների անկյունային համարն է եւ ամեն Foursquare եկեղեցի եւ անհատ պիտի անգիր դա իմանա։ Եբրայեցիս 13:8-ը ինչ է ասում։ Որովհետեւ Հիսուս Քրիստոս նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Եկեք նորից ասենք, որովհետեւ Հիսուս Քրիստոս նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Ինչ է սա նշանակում։ Այն Աստվածը, որ երեք արել է, այսօր պիտի անի։ Այն Աստվածը, որ այսօր անում է, վաղն էլ պիտի անի, որովհետև նրա կարողությունը չի վերջանում։ Ամեն։ Երկրորդ բանը, ինչպես ենք մենք տկարությունից զորանում։ Դավիթը իր հայացքը, դուք պատկերացնում եք ինչքան իրականություն կար իր շուրջը։ Դժգոհ դեմքեր։ Աչքը թեքեր, կարող է մեկը կողքից խփեր։ Դուք պատկերացնում եք, չէ՞, տեսան գրած, ուզում են իրան սպանել։ Ինքը պիտի այնքան բանի հսկեր, ինքը պիտի
ճնշման տակ աշխատեր ուղեղը, հաջորդ քայլերը ինչ պիտի անի, բայց այդ բոլոր իրականությունների մեջ նա կարողանում է իր հայացքը կտրել, տեղափոխել ու կենտրոնացնել Աստծո վրա եւ Աստծուն օրհնել։ Երբ որ առաքյալները բանտում էին, ինչ էին արել, քարոզել էին Հիսուսի մասին, ծեծ էին կերել, ոտքերը դրել էին կոճղի մեջ, ձեռքերը կապել էին, խայտարակ էին արել։ Ու նորից առաքյալները կարող էին ասել, Տեր Աստված, մենք քո անունի համար բարի բան ենք անում, բայց նրանք ամեն ախի հետ, ամեն ցավի հետ, ես միշտ այդ օրինակը տենց եմ պատկերացնում։ Երբ որ ասում են, ախ, քո սերը որքան քաղցր է, դառը կյանքիս համկուտա, ու սկսում են ամեն ցավի հետ մի երգ երգել Աստծուն օրհնելու, ու հանկարծ բանտը լցվում էր։ Եվ Դավիթը վստահ եմ նույն բանն արեց, իր հայացքը ծխից, ոտքերի տակի եղած փոշուց, այրված տներից, թալանված վիճակից, կատաղած զինվորներից իր հայացքը բերում է Աստծուն եւ սկսում է օրհնել Աստծուն։ Դե Սաղմոս 34-ի մեջ մեկը հրաշալի խոսք է ասում, որոշում, ես ամեն ժամանակ օրհնելու եմ Տիրոջը։ Ամեն ժամանակ Տիրոջը պիտի գովեմ, նրա գովությունը միշտ իմ բերանումս պիտի լինի։ Այդ Սաղմոսը հրաշալի Սաղմոս է։ Կարող եք կարդալ, գրի, Սաղմոս 34, դեղ եմ տալիս քեզ։ Ամեն ժամանակ, ոչ թե կիրակի օրերը։ Ինչ որ մեկին ասա ամեն ժամանակ։ Ամեն ժամանակ Տիրոջը պիտի գովեմ, նրա գովությունը իմ բերանում պիտի լինի։ Որովհետև գոհանալով մեր մեջ հավատք է բարձրանում։ Երբ որ մենք սկսում ենք գոհանալ, իրականում Աստծուն ոչ մի բան չի փոխվում, Աստված նույն փառավորն է, բայց երբ որ հանկարծ սկսում ենք երգել, նա հզոր է, մեծամեծ գործեր է անում, ձիավորը կործանողն է, խավարը լույսի փոխողն է, անապատ բացողն է, հաց իջեցնողն է, հանկարծ իմ ուղեղը սկսում է հասկանալ, որ այս իրականությունից ավել կա մի իրականություն։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է ամեն շունչ ունեցող ինչ անի օրհնի Տիրոջը, օրհնի Տիրոջը, գովաբանի Տիրոջը, որովհետև դա օգնելու է քեզ։ Փիլիպեցիս թուղթը Պողոս առաքյալը գրել է բանտից։ Դուք պատկերացնում եք, ամեն նամակում գրում է հույս ունեմ շուտով կգամ, տենց էլ երևի չի գնում։ Սելիս ոչինչ, որ այսօր բանտում ես, ոչինչ, որ այսօր սահմանափակ ես, ոչինչ, որ այսօր թվում է, որ քո կյանքը առաջ չի գնում։ Պողոս առաքյալը փոխանակ սպասեր, որ մի օր լավ լինի, որ բանտից դուրս գամ, կսկսեմ, նա բանտը, փոքր բանտախուցը դարձնում է իր ծառայության ամենամեծ հենակետը եւ սկսում է գրել։ Եվ գրած բաներից մեկը Փիլիպեցիս 4:4-ը ասում է ուրախ եղեք։ Ամեն բանի մեջ դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք։ Ուրախ լինելը ոչ թե զգացմունք է, դա որոշում է։ Ես որոշում եմ ուրախանալ, ես որոշում եմ փառք տալ։ Այո, իմ շուրջը այրված տներ են, այո, իմ ընտանիքը գերի է, այսօր իմ երեխաներից լուր չունեմ, ոտքերս այրվում են, շունչս կտրվում է ծխից, բայց ուրախանում եմ, որովհետև Աստված ունեմ, որ ամեն իրավիճակ հասկանում է եւ ամեն իրավիճակի մեջ գալիս է լինելու իմ հետ, որովհետև նրա անունն է Էմանուել, Աստված ամեն ժամանակ։ Երրորդ բանը, երբ որ նա ասում է եփուտը բերեք, նա սրտաբուխ, սրտանց աղոթք արեց Աստծուն, Դավիթը ոչինչ չթաքցրեց Աստծուց, այլ իր ցավը ներկայացրեց։ Տարբեր սաղմոսների մեջ մենք տեսնում ենք, որ նա այդ սովորություն ուներ 62:8-ի մեջ ասում է իմ սիրտս նրա առաջ թափեցի։ Սիրտը թափել նշանակում է ինչ կար չկար բերեցի լցրեցի Աստծո առաջ։ Գիտեք, կրոնը միշտ ասում է, չէ, երբ որ Աստծո առաջ գա, սենց կանգնի, մի հատ մտածի ինչ ես արնելու, ձեռքերը դիր ու ասա Աստված ամենակոր, ես շնորհակալ եմ, no։ Ես սովորել եմ մի բան, երբեմն ես Աստծո հետ կռվել եմ ու դա շատ է օգնել։ Ես եկել եմ Աստծո առաջ, ասել եմ, ես գիտեմ, որ ես քեզ սիրելու եմ, բայց ես քեզ ինձ թվում է չեմ սիրում։ Ես գիտեմ, որ ես քեզ պիտի հավատամ, բայց չեմ կարող անհավատամ։ Ինձ օգնի։ Ու հանկարծ հաջորդ պահին տեսել եմ, որ այդ անկեղծ աղոթքը Աստված լսեց։ Եվ Դավիթն ասում է սիրտը Տիրոջ առաջ թափի։ Սիրելիս, ոչինչ որ աղոթել չգիտես։ Ոչինչ որ մտածում ես, բայց իմ աղոթքը կլսվի թե չէ, խոսա, նենց ոնց որ երեխան ծնողի հետ կխոսա, սիրտը դատարկի Աստծո առաջ, քո վախերը դատարկի, քո կասկածները դատարկի, մի մտածի, որ Աստված քեզ ասելու է դմբո աղոթել չգիտես, չի ասի։
Գիտեք, Աստված գրած է, եթե հայրդ ու մայրդ էլ թողեն, ես չեմ թողնի։ Գիտեք, երբ որ երեխա է ծնվում, ամեն ծնող ռեֆլեքսով այդ երեխան լացումա չէ, բոլոր մարդիկ ասում են, ինչ ղժոցա մայրը կամ հայրը, եթե լավ հայր է, ասում է քաղցած է, ականջն է ցավում, տակը փոխելու է, ամեն լացից դու գիտես։ Աստված մեր լուր հառաչանքը գիտի, Աստված մեր ամեն հոգոց հանելը գիտի ինչ է, եւ երբեմն աղոթք կա, որ ընդամենը արադա, գնաս ու առաջ, հոգոց հանի, լացի, բայց եղի անկեղծ, ամեն, սիրտս նրա առաջ թափեցի, առաջի Պետրոսի մեջ, Պետրոս առաքյալը մեզ խրատ է տալիս, շատ հզոր, հասարակ թվացող, բայց այնքան խորն ասում է ձեր բոլոր հոգսերը, եկ առաջի Պետրոս 5-րդ գլուխ 7 խոսքը, ասա բոլոր հոգսերը։ Գիտեք, մենք հաճախ մտածում ենք, որ այս բանի համար կարելի է աղոթել, դե սրա համար հո չեմ աղոթի։ Ամենը ինչ որ քեզ համար հոգս է։ Պետրոսն ասում է, կարաս տաս Տիրոջը, ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին։ Չի ասում նա կտանի, նա արդեն տանում է, սիրելիներ։ Նա արդեն տանում է։ Գիտեք այդ պատմությունը, որ մի մարդ գյուղացին ասում է, իր backpack-ը ծանր քարերով լցված, չգիտեմ, հոգսով լցված գնալուս է լինում, հետո մի հատ ձիավոր իր կառքով անցնելուս ասում է, հայրիկ նստի քեզ տանեմ, նստում է չի հանում այդ բանը։ Ասում է, հայրիկ այդ ուսապարկը հանի, չէ, ասում է, չեմ ուզում նեղություն տամ, բալես առանց այնց վերես գալ, էս է դնեմ։ Մենք երբեմն չենք հասկանում, որ խաչի վրա նա վեր առավ քո բոլոր հոգսերը, քո բոլոր ցավերը, քո բոլոր վախերը, քո բոլոր հիվանդությունները։ Դրա համար գալիս ենք Տիրոջ առաջ, բայց հետո ասում ենք նեղություն չտամ։ Այս մի հոգսը չարժե Տիրոջ առաջ բերել։ Ձեր բոլոր հոգսերը թողեք Տիրոջը։ Թողել գիտեք ինչ է նշանակում, տալ ու հետ չվերցնել։ Մենք երբեմն, եթե պատկերացնենք սա հոգսն է, գալիս ենք հոգսով Աստծո առաջ, Հիսուս ջան, հոգսերս բերել եմ, դնում ենք, հետո հետ գնալուց էլի վեր ենք ունում, հետներս տանում ենք, որտեղ ամբողջ ճանապարհին դրա մասին ենք խոսում։ Եթե թողել ես, ուրեմն գոհացի։ Էլի հիշում ես հոգսդ ասա փառք ես, որ դու իմ հոգսերի պատասխանն ես։ Փառք ես, որ դու իմ վիճակը փոխողն ես։ Ամեն, որտեվ անկեղծության մեջ դա է, Դավիթը չասեց, ամեն ինչ լավ է։ Նո, Դավիթը չէր կարող ասել, որովհետև ամեն ինչ վատ էր։ Եվ երբ որ մենք խոսում ենք քաջալերված հավատքի աղոթքների մասին, մարդիկ մտածում են, ո՞նց կարող ենք իրականությունը անտեսել։ Ոչ մեկը չի ասում, սիրելիս, իրականությունը անտեսիր։ Իրականությունից վեր տես այն մի իրականություն, ասա, այո, ես տկար եմ, բայց դու իմ հետ ես։ Այո, այսօր իմ պարտքերը կարողա ճնշում են, բայց դու իմ մատակարարն ես եւ գիտեմ, որ գալու է այն օրը, որ տեսնելու եմ քո հրաշքը։ Սա է հավատքի աղոթքը։ Չժխտել իրականությունը, բայց թույլ չտալ, որ այդ ծանրությունը քեզ ճնշի, այլ այդ ծանրությունը հանձնել Տիրոջ ու ասել, փառք ես, որ այնինչ ես չեմ կարող անել, դու կարող ես անել։ Ամեն։ Եփուտ բերելով նա հարցրեց Աստծուն, փնտրենք Աստծո խոսքը, որովհետև նորից ամենաերկար Սաղմոսը 119-ն ասում է, քո խոսքը ճրագ է իմ ոտքերին։ Գիտեք, գիշեր ժամանակ ամենակարևոր բանը ճրագն է։ Եթե դու ման գալու, քայլելու ունակություն ունես, եթե դու շարժվելու ունակություն ունես, բայց չես տեսնում, դու չես շարժվելու։ Շատ ժամանակ մեր խնդիրը չտեսնելն է, դրա համար ասում է քո խոսքը։ Երբ որ ես սկսում եմ կարդալ այս խոսքը, փնտրել այս խոսքի մեջ Տիրոջ կամքը, հանկարծ լույս է վառվում։ Մի հատ էլ է լույս վառվում։ Ես սկսում եմ հասկանալ, որտեղ քայլեմ, ինչ ուղղությամբ քայլեմ։ Որովհետև քո խոսքը ճրագ է իմ ոտքերին եւ լույս իմ շավեղների համար։ Եվ Դավիթը հետաքրքիր էր, նայեք ինչ արեց, լացեց բոլորի հետ, վրենուշ չմնաց, հետո զորացավ Տիրոջով, եփուտը բերեց, բայց ամենակարևոր բաներից մեկը Աստծուն հարցրեց։ Ծնողներ, երբ որ ձեր երեխային մի բան ա լինում, հարցնելու ժամանակ ունեն մեկ։ Մեծամասամբ մեր խոսքերն ու գործողությունները առողջ դատողությունից շատ հետ են մնում։ Այսինքն մինչև մտածենք ինչ արինք, արդեն արեցինք։
Մենք կարող ենք մեկին խփել տեղում մի բան անել, մինչև մտածենք ինչ արեցինք, կամ ասել մի բան, թե մենակ ես եմ։ Բայց Դավիթը Տիրոջն ասում է ինչ անեմ։ Պատկերացնում եք ուժեղ մարդը որտեղ է, երբ որ դու կարող ես հարցեր լուծել, բայց Տիրոջն ասում ես Տեր, ինչ անեմ։ Երբեմն մեր անճարությունը, երբ որ ճար չունենք, ասում ենք դե Տիրոջ կամքը լինի, no, այդ հեշտ է, որովհետև ճար չունես։ Բայց երբ որ ճար ունես մեկին խեղդելու, իսկ Տերն ասում է ների, այդ ժամանակա քո մեծությունն է։ Որովհետև եթե ճար չունես, ոչ պետք է ասես Տիրոջ անունի համար բան չեմ անում։ Բայց Դավիթն այստեղ սրտանց Տիրոջն ասում է Տեր ինչ անեմ։ Պատկերացնում եք երկու կանանց տարել են, երեխեքին տարել են, իր ամենամտերիմների երեխեքը կանա գերի են։ Ամեն րոպեն կարևոր է, Դավիթն ասում է Տեր ես ինչ անեմ։ Կարող ենք կյանքի այդ rush իրավիճակներում, դժվար իրավիճակներում մի պահ Տիրոջն ասել ինչ ենք անում, թե մեր խելքը ինձ փչեց ուրեմն անելու ենք։ Գիտեք, խնդրում եմ ձեզ, սովորեք Տիրոջը հարցնել ինչ անեմ։ Դա ձեզ է պետք։ Որովհետև Տիրոջ բոլոր շավիղները ուղիղ են, Տիրոջ բոլոր որոշումները արդար են։ Երբ որ Տերը ասում է այսպես մի արա կամ արա, ուրեմն դա $1 միլիոն advice-ը պետք է անել, որովհետև դրա շահույթը շատ է լինելու։ Եվ Դավիթը սրտանց Տիրոջն ասում է ինչ անեմ ու Տերն ասում է գնա։ Go։ Եվ հասկանում ենք, որ այդ բանակը, որովհետև հետո երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ մեծ քանակությամբ զորք էր, դա մի քանի մարդիկ չէին։ Առակաց 3:6-ը։ Ուզում եմ բոլորով կարդանք սա։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Տիրոջը։ Ճանաչել Տիրոջը նշանակում է ռուսերենում այդ признавать բառը կա։ Ճանաչել Տիրոջը նշանակում է Տեր, ես ճանապարհի վրա հաստատի քո կամքը։ Դու արա։ Քո Կիրակի օրը չէ։ Գիտեք, ամբողջ խնդիրը սա է, որ մենք դառնում ենք Կիրակնորյա, գալիս ենք եկեղեցուց դուրս մենք նենց ապրում ենք, ոնց որ թե մեր կյանքի Տերը մենք ենք։ Բոլոր ճանապարհներիդ մեջ Տիրոջը ճանաչիր եւ նա կուղի քո շավիղները։ Ճանաչել նշանակում է Տեր գնամ սենց թե գնամ եւ նա կուղի, նա քեզ միշտ ճիշտ ճանապարհի վրա կդանի։ Ամեն, եւ Դավիթը դա արեց, գնամ թե չգնամ, ու Տերն ասում է գնա։ Եվ վերջինը նա հավատքի խոսքեր խոսեց, նա հավատքով հնազանդվեց Աստծուն։ Այո, նա տեսավ ցավը, նա տեսավ ծուխը, նա տեսավ մոխիրը, նա զգաց մոխիրի տաքությունը իր շուրջն ու ոտքերի տակ, բայց թույլ չտվեց, որ այդ ներկան ցավը, ծուխը, իրավիճակը կառավարի իրեն։ Նա ինքն իրեն զարթնացրեց, ինքն իրեն զորացրեց Տիրոջով։ Եվ նա մեկ անգամ չէր, որ արել էր։ Իմ ամենասիրած սաղմոսներից մեկը մենք տեսնում ենք, որ Դավիթը շատ հաճախ ինքնախոսակցությամբ էր զբաղվում, ինքն իր հետ էր խոսում։ Դու էլ ես խոսում քո հետ։ Ես շատ եմ խոսում, բայց ասեմ, երբեմն խոսում ենք մեր թշնամիների հոգեղեն աշխարհի։ Գիտեք, Սուրբ Գիրքը մեկ այլ տեղ ասում է Քրիստոսի կամքի դեմ հպարտացած ամեն միտք գերի ենք բռնում։ Մտքերի հետ խոսում ենք, մտքեր կան, որ դժոխքից են ծնվում։ Մտքեր կան, որ սատանան է բերում։ Այդ ինքնախոսակցությունը շատ կարևոր է, որ մենք խոսանք, բայց պիտի հասկանանք այս միտքը որտեղից էր։ Ամեն միտք չէ, որ կերակրել է պետք։ Ամեն միտք չէ, որ թույլ պիտի տաս, որ մտքեր կան, մենք պիտի գերի բռնենք, թևերը հոլորենք, ասենք դու չես կարա զբաղացնես իմ ուղեղը։ Քրիստոսի դեմ հպարտացած ամեն միտք գերի ենք բռնում։ 42 Սաղմոսի մեջ 5-րդ խոսքն ասում է ինքնախոսակցություն։ Ինչու ես տրտմած, ով իմանց։ Ինչու ես խռովել իմ ներսում։ Չի ասում, դու խռոված չես, լավ ես, խռոված եմ, տխուր եմ, բայց ինքն իրան ասում է ինչի։ Հետո տալիս է լուծում, ասում է Տիրոջը հուսա, Աստծո վրա դիր հույսդ, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։
Գիտեք, այս պահին այսքան քայլերն արեց, զորացավ Տիրոջով, եփուտը բերեց, աղոթեց, դեռ կանգնած է մոխիրների վրա, ոչինչ չի փոխվել։ Գիտեք, խնդիրը որն է, մենք շատ ժամանակ ասում ենք, դե թող փոխվի, կհավատամ, վիճակս լավանա, կփառաբանեմ, պարտքերից դուրս գամ, կսկսեմ սա անել, ժամանակ ունենամ, կսկսեմ աղոթել։ Դավիթի կյանքում ոչինչ չի փոխվել։ Քաղաքն այրված է, մարդիկ կատաղած, ծուխն ամենուր, ոտքերն այրվում են, ամեն բան կորցված։ Այս ամենի մեջ նա այս քայլերն է անում, զորանում է Տիրոջով։ Նա որոշում է, որ առանց Աստծո ոչինչ չի կարող անել։ Սկսում է հիշել, թե ով է Աստված։ Սիրելիս, հիշիր ով է Աստված։ Ցավոք սրտի որոշ մարդիկ ասում են, 4 անգամ ծոմ եմ պահել, բան չի փոխվել։ Մի 40 անգամ էլ չես պահել, բայց Աստված ողորմացել է քեզ։ Մի 40 անգամ չէր էլ պատկերացրել, չես էլ հասկացել, բայց Աստված իր սերը ցույց է տվել, երբ որ դու մեռած ես քո մեղքերի մեջ, դու դեռ թշնամի ես Աստծուն, նա իր որդուն քեզ համար տվեց։ Ուրեմն հիշիր ով Աստված։ Հիշի ու մի մոռացի։ Երկրորդ բանը երկրպագել, գոհանալ, փառք տալ նրա ով լինելու համար։ Ինչի՞ս վրա փառք տամ։ Երբ որ քո փառաբանությունը հենված է քո վրա, դա փառաբանություն չէ։ Ճշմարիտ փառաբանությունն ու երկրպագությունը հենված են Աստծո էության վրա։ Նա մեծ է, արդար, սուրբ, բարի, հավիտենական, ճշմարիտ, դրա համար ենք նրան օրհնում։ Անկեղծ աղոթքը, ամեն իրավիճակի մեջ աղոթք արեք ու աղաչանք ու գոհությունով ձեր խնդրանքը բերեք Աստծուն, փնտրի Աստծուն։ Մի թող իրավիճակները քեզ ճնշեն, հարցրու Աստծուն, ինչ անեմ։ Խոսի հավատքով, գործի հավատքով, արա այն բաները, որ ճիշտ Աստծո խոսքի անմատ ու պիտի տեսնես։ Եվ այս ամենից հետո պատմությունը չկարդամ, կարող եք գնալ տանը կարդալ, Դավիթը գնում է, չգիտենք քանի մարդ կար իր հետ, գնում է ինչ տեսարանի ականատես լինում, գնում է տեսնում այս թշնամին հոմի խնջույք չի անում, քեֆ են անում, ու բոլորի բերանին սա է, Դավիթից թալանած ավարը վայելում են ամեն ինչ, մի քեֆ, մի ուրախություն, ու Դավիթը հարձակվում է եւ գրված է, բոլորին զարկում է, բացի եթե չեմ 400 երիտասարդներ հեծնում են ուխտի վրա, փախչում են։ Եթե 400-ը փախչում են, ինչքան էին պատկերացրեք։ Հազարներով մարդ կար, 400-ը փախչում են, մնացածին Դավիթը ջարդում է եւ ամեն ինչ, ասա ամեն ինչ։ Առաջի թագավորած 30:23-ի մեջ թռել եմ, ասում է, բայց Դավիթն ասաց իր եղբայրներին, այդպես մի արեք, որովհետև Տերը մեզ սա տվեց։ Եվ ինքը մեզ պահեց եւ մեր վրա հարձակված գնդին մատնեց մեր ձեռքը։ Քո վրա հարձակված գնդին, քո Աստվածը կարող է հանձնել քո ձեռքը։ Քո դեմ եկած բոլոր խնդիրները դառնալու են պատմություն, որի մեջ Աստված պիտի փառավորվի, եթե դու քայլերը ճիշտ անես։ Եվ ավելի մի դաս էլ կա, Դավիթը ասում է, այդ որ գնաց հարձակվելու, 200 հոգի իր հետ մարդիկ ասին, մենք հոգնել ենք քո հետ ճամփա գնալուց, էլ չեն գալիս։ Մի հոգնի Աստծո մարդկանց հետ ճամփա գնալուց, բայց եթե հոգնես էլ օքեյ է։ Հետ են գալիս, Դավիթի հետ եղածն ասում են, սրանց բան չենք տալուս։ Դավիթն ասում է, մեկ ասի սրանք մեր եղբայրներն են։ Եվ հավասար բաժինը տալիս է, եւ բոլորով ուտում են ու բոլորն ասում են, սա Դավիթի ավարն է, Դավիթի հետ բերածն է։ Սա էլ ցույց է տալիս, որ նեղության մեջ մարդիկ կան, որ նեղվածությունից գնում են, անհավատարմություն են ցույց տալիս, դու շարունակի հավատարիմ եղնել։ Եվ անգամ ասում է Իսրայելում Դավիթը օրենք դրեց, որ ամեն պատերազմից հետո ավարը հավասար էր բաժանվում, չկռվողներին էլ էին տալիս։ Որովհետև Դավիթը զորացավ Տիրոջով։ Եփեսացիս 6:10 ինձ եւ քեզ տված պատվեր է։ Հրաման, Եփեսացիս 6:10, ինչ է ասում, զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությունով։ Ու չի ասում ոնց։ Այդ քայլերը ես որ ասեցի, ընդհանուր Դավիթի կյանքում մենք տեսնում ենք դա իր գործիքներն են, իր բնավորությունն էր այդպես արդեն դաստիարակված։ Եվ մենք որպես հոգևորներ, սիրելիներ, պիտի ունենանք այս որակները։ Կյանքը կարող է քեզ անակնկալներ մատուցել, բայց քո
հակադարձությունը, քո վերաբերմունքը դրան շատ կարևոր է։ Բայց ուրախությունը նա է, որ ասում է այս խոսքը, ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։ Ուզում եմ ասեմ, ինչի ես տենց մտածում, որ վերջն է։ Գրեք, Դավիթը այդտեղ կարող էր մտածել, որ վերջ։ Սա իմ կյանքի, սա իմ թագավորության, սա իմ պատմության ավարտն է։ Բայց Աստված ասեց մի րոպե, ամեն ինչ հետ է գալու։ Ամեն ինչ հետ է գալու։ Քո երեխաներ հետ են գալու, քո կանայք հետ են գալու, քո ունեցվածքը հետ է գալու, քեզնից գողացված ամեն ինչը հետ է գալու, որովհետև Աստված հատուցող Աստված է։ Որովհետև մեր Աստվածը ի վիճակի է, այնինչ մարդը չի կարող անել, Աստված կարող է անել։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։